Արդ դուք Քրիստոսի մարմինն եք եւ մեկ նրա անդամն։ Եթե ոտքերը քայլում են, դա դեռ չի նշանակում, որ նրանք չեն ցավում։ Եվ եթե սիրտը բաբախում է, դա դեռ չի նշանակում, որ այն չի մռմռում։ Եթե մարդը Քրիստոսի եկեղեցու անդամ է, նրան պիտի հետաքրքրի երկու հարց՝ իր առողջությունը, իր հոգևոր կայուն վիճակը եւ եղբոր առողջությունը։ Նրա սերը, նրա քաղցրությունը եւ նրա ողորմությունը այնքան առատ է, որ մենք կարող ենք ամեն օր վերցնել եւ զորանալ։ Քեզ հալածողներին օրհնի։ Աղոթք արա քեզ նեղացնողների համար, քեզ վնասողների համար։ Սա է միջոցը զորանալու, առողջ լինելու։ Հոգևոր առողջ մարդը, երբ որ խոսում է, իր այդ շփվելուց այդ կրակը փոխանցվում է, այդ օծությունը, այդ ուրախությունը։ Շատ կարևոր պայման է չառանձնանալ եղբայրներից, որովհետև մենք իրար համար հոգ տանելով ենք առողջ լինում։ Ուշադրություն դարձրու ամեն օր քո հոգևոր վիճակի, որովհետև դու ես քո հոգևոր առողջ վիճակի պատասխանատու։ Մի վիճակ կա, հոգևոր վիճակ, զորացած վիճակ, օրհնյալ վիճակ, որ պետք չի համեմատվել ինչ-որ մասնակցելու, ինչ-որ բան անել, չանելու հետ։ Պետք է Աստծո հետ մեկանալ, Աստծով զորանալ, որպեսզի մեր վիճակը համեմատելի լինի լույսի մեջ բնակվող սուրբերի վիճակին, ինչպես որ Քրիստոսը ապրեց ու վարվեց։